Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրությունների մասին կամ տեղեկություններ, որ արդեն ազգային ժողովի պատգամավորները ստացել են պարգևատրություններ, եթե հարմար եք գտնում, կարող եք հրապարակել դրա չափը Բոլոր պաշտոնյաների հայտարարները հրապարակվում են ամեն տարվա մոտավորապես ամռան ամիսներին, կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա։ Բայց հիմա ինչու չեք հրապարակում, օրինակ, որովհետև թափանցիկություն ենթադրում է, որ մի բան, չէ, որտեղ բարձ է ձեր հարցը, թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի, հանգիստ եղեք։ Պարոն Ռուբինյան, իսկ ներողություն հարցի շարունակում։ Ասեք, որ մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, մոտավորապես եթե թիվ։ Պարոն Սիմոնյանը ասաց։ Մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, բայց կարող են բոլոր 700 աշխատակիցների գումարեն իրար եւ ասել, որ դա աստղաբաշխական է, եթե դոլարի վերածեն ամենահետաքրքիր ու լավ ռեպորտաժ կստացվի։ Շարունակեք, ներողություն։ Այլ հարցեր։ Ես ուզում եմ հարցնել ընտրությունների նախօրյակին, այսպես պետական ծառայողներին գնահատելու այս մեխանիզմ ներդնելը, արդյոք նրա մասին չի խոսում, որ դուք ընտրություններից առաջ որոշակի ակնկալիք ունեք եւ ոչ որտեղ ընտրության նախօրյակին չի այդ նոր վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ։ Նոյեմբերի ընտրության նախօրյակը հետևաբարությամբ ուրեմն 4 տարի առաջ է։ Օրինակ կան հակակոռուպցիոն փորձագետներ, որ կարծում են, որ դա պրոբլեմատիկ է։ Շատ լավ, կան նաև հակակոռուպցիոն փորձագետներ ճակերտների մեջ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը։ Այլ Պարոն Ռուբինյան, ուրեմն ատելության խոսքի դեմ քաղաքացիական եւ վարչական նոր պատասխանատվությունը հիմա մշակվում արդարադատության նախարարությունն է շրջանառության մեջ դրել օրինագիծ, ինչպես է որոշվելու, որն է ատելության խոսք, որը չէ։ Ես տեղյակ չեմ նման նախագծի մասին, երբ որ տեղեկանամ կարողանամ մեկնաբանել։ Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանը պոդքասթում անդրադարձել կատարել նաև իշխանության կողմից ստացած պարգևավճարներին, պարգևատրություններին, սրա մասին ինչ-որ մեկնաբանություն կանեք։ Կանեմ, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Պետությունը իրենցից պահանջում է, դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլարը։ Թող առանց երկարացնելու բերեն մուծվեն բյուջե։ Դա քանի տարվա պարգևավճար կլինի։ Չգիտեմ, տարբեր հաշվարկներով մի քանի հազար տարվա։ Պարոն Ռուբինյան, դուք ընտրությունների Իդեպ այդ որ հարցնում եք, Երբ պարգևավճարները, ես ունես կուզեմ, որ դուք այս բոլորդ, ովքեր որ ամեն անգամ հարցնում եք պարգևավճարների մասին, մի անգամ Քոչարյանին հարցնեք այդ 200 միլիոն դոլարի մասին, ես կուզեի լսել։ Կարող եմ Քոչարյանը իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառք տվել, երբ որ այդ 200 միլիոն դոլարը կուտակել է ընտրությունների բերան, տարբեր տարիների ընտրությունների բերան։ Բայց չեք ապացուցել, քրեական գործով չկա ապացույց։ Դե շատ լավ, դե կսպասենք ապացույցները կլինեն, էլի։ Բայց բնականաբար իհարկե ցանկացած լսող առաջին հերթին մտածելու է, որ այստեղ որևէ ապօրինություն չկա։ Իհարկե, պարոն Քոչարյանը իր որդին Հայաստանի ամենատաղանդավոր բիզնեսմեններն են։ Իրենք 200 միլիոն դոլարը, իհարկե, այդպես ազնիվ։ Հա, օքեյ, ասում եմ սուրբ այդ մարդը։ Պարոն Ռուբինյան, ընտրություններից 2 ամիս առաջ դուք հանրությանը սպառնում եք պատերազմով, եթե դուք չլինեք։ Սա քաղաքական դաշտում մյուս դերակատարներն ասում են, որ դուք այս անգամ կրկին պատերազմի մասին եք խոսում առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու, երբ որ օրինակ Փաշինյանն ասում է սեպտեմբերին կլինի։ Ձեզ համար օրինակ հիմնավոր պատճառը ո՞րն է այդ պատերազմի լինելը, դուք ինչ հիմքով եք դա ասում։ Եկեք նախ ուղղեմ ձեզ։ Եկեք նախ անալիզի ենթարկենք։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Դե ասում եք, եթե մենք չունենք պատերազմ։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Բառարանային բացատրությունը սպառնալիք բառի ո՞րն է։ Երբ որ ինչ-որ մեկը մյուսին ասում է, եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա։ Մի բան, որը քո համար վատ կլինի, որ անեմ կամ չանեմ։
Համաձայն եք, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրները առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա։ Մենք ինչ ենք ասում։ Նախ մենք ասում ենք, այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի։ Ինչու է հավասար 0-ի։ Որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ։ Նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչ վերանայել։ Դա վերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմի։ Ինչն է այստեղ, որն է այստեղ սպառնալիքը կամ ինչը այստեղ պարզ չի։ Հաջորդը ուղիղ 1 տարի առաջ, բառացիորեն ուղիղ 1 տարի առաջ, երբ որ վարչապետ Փաշինյանը ասում էր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները եւ մամուլը ասում են ո՞նց ես ասում, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ լինելու է պատերազմ։ Հաջորդը 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն է։ Բոլոր ընդդիմադիրներ, ոչ ընդդիմադիրներ, լրագրողներ, հանրություն, ինչ են ասում, ասում են վարչապետ Փաշինյանը ինչու չեկավ եւ բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը եւ այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը եւ պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողները ասում են ինչի է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի։ Հետևաբար խոսքը բացարձակապես ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին չէ, խոսքը հետևյալի մասին է։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն։ Ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը նոր բան չանել, պահել այս խաղաղությունը։ Իշխանություն, ընդդիմությունը, Քոչյանի ուժը, ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելարուսամետ օլիգարխի ուժը, իրենք առաջարկում են վերանայել այս խաղաղությունը, եւ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եւ եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է վերանայել, ռևիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով, խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, Թրիպի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը եւ այլն, շարունակել Ղարաբաղյան հակամարտությունը եւ այսպես շարունակ, դա բերելու է պատերազմի։ Եթե վերանայեն, որտեղ ակնհայտ է դա։ Եթե հիմա ինչի կա խաղաղություն, գիտեք։ Ինչի կա օրինակ հիմա խաղաղություն։ Ինչի։ Ընդդիմադիրները ասում են, որ դուք զիջումներ եք անում։ Չէ, ինչ զիջում։ Հիմա ասում եմ, ասենք վերջին 2 տարվա մեջ մեր սահմաններին կա 0 զոհ հակառակորդի կրակոցից։ Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո չի լսվել որևէ կրակոց որևէ սահմանամերձ բնակավայրում։ Օգոստոսի 8-ից հետո մեր երկաթգծերը մասնակիորեն ապաշրջափակվել են Ադրբեջանի տարածքով երկաթգծով բան ենք ստացել, ցորեն ենք ստացել։ Հիմա հարց. ինչի է հնարավոր դարձել այս ամենը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրել են հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա մի վարքան հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա եթե մենք ասելով նկատի ունենք Հայաստանը, եթե Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հռչակագրին եւ խաղաղության ճարտարապետությանը, բայց որևէ ընդդիմադիր Պավլովյանն ասել է, որ պիտի վերանայի այո, հրաժարվի դրանից, որ մեկը, որովհետեւ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է, որ երբ որ Հայաստանը փակվում է իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, դա վատ է, որովհետեւ մեզ ոչ ոք որպես գործոն չի ընդունել, դա նշանակում է ուղիղ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջև վերաբերել պայմանավորվածություն կամ ներողություն, ինչ ուղղություն, որ ուղղությունը ուզում լինի, կամ բանակցություններով, կամ երբ որ օրինակ Քոչյանի խմբակցությունից պատգամավորը ասում է Արարատը մերն է, Դադիպվանքը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ասել է ուղիղ մերն է։ Հաջորդը ասել է մերն է, հաջորդը ասել է մերն է, ես իմ ականջով դա լսում եմ, հաջորդը երբ որ նրանք ասում են, որ թրիպի մեջ պետք է ներառել նոր կողմերի, երաշխավորիչ է, նոր կողմերի, դա նույնն է, ինչ ասել, որ թրիպը չի լինելու, որովհետև թրիպը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Դու չես կարող պայմանավորվել, որ
Այս ինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես գիտես ինչ կա, եւս 5 կողմ ենք ներառելու, 5 կողմ, որոնց դու ատում ես, եւ որոնք ատում են քեզ, եւ որոնց հետ դու կանհամետեղելի ես։ Կամ երբ որ Արծիկ Ինասյանը, որը հենց հիմա ելույթ է ունենում, իմ այդ բանավեճում ասում է համանազատման սկզբունք չի կարող լինել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ սկզբունքները պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել խորհրդային միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կամ երբ որ նույն Արծվիկ Մինասյանը ասում է, որ խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում ասում է ես այս սահմանների հետ համաձայն չեմ։ Եվ հետեւաբար այսին բոլոր կամ երբ որ ասում են Ղարաբաղի հարցը փակված չէ, դա նշանակում է նույն էլի կրկին էլի Արծվիկ Մինասյանը, ասում է Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ավարտված լինել։ Հիմա այս ամեն ինչ որ դնում ենք մի կողմ, եթե իրենք անեն այն ինչ իրենք հայտարարում են, այսինքն վիճարկեն սահմանազատման սկզբունքները, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, այնտեղ էլ ինչ կա Trip-ը եւ այսպես շարունակ, այսինքն ապաշրջափակման սկզբունքները։ Այս խաղաղությունը չի լինի։ Դուք էլ եք ԵՏՄ-ից դուրս գալիս, կարող է իշխանություն են դառնում, չէ՞ լավ։ Մենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Դուք նախագիծ ազգային ժողովի պատգամավոր լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք, եթե նկատի ունեք 2015-ից առաջ։ Երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Բայց դրանից առաջ նախագիծ։ Դրանից եղել առաջ ելք դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում։ Նախագիծ ինչ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ելքն էր բերել Նիկոլ Փաշինյանը։ Իրար հետ կստուգենք։ Նիկոլ Փաշինյանը իրար հետ կստուգենք։ Լեռնատել Մարուկյանի հետ կրվում էին, թե ով պետք է ներկայացնի այդ նախագիծը։ Վերադառնալով պարոն Կստուգենք։ Ես խոստանում եմ այս բանից։ Հաստում արած հայտարարություններին Ում ներողություն։ Ռոբերտ Քոչյանի շատ կարևոր մի դետալ բաց թողեցիք, նա ասում է, որ ձեր վերած խաղաղությունը առանց երաշխավորների խաղաղությունն է եւ որ իրենք կան իշխանության, իրենք երաշխավորի ինստիտուտն են ներմուծելու, որը կերաշխավորի խաղաղության հարատևությունը։ Իսկ ձեր վերած խաղաղությունը ընդհանրապես մեկ մարդու կողմից այն է Ադրբեջանի նախագահի կողմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչյանը, եւ իրականում Ռոբերտ Քոչյանն էլ ներմուծել է այդ երաշխավորը, երբ որ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործունեությունը, դա եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորներ, եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքերի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ռոբերտ Քոչյանի ուզածն այն է, որ այդ նույն երաշխավորի աչքերի եւ հայացքի ներքո, ինչպես իրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նենց էլ իրանք լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք դա թույլ չենք տալու նրանց անել։ Ինչպես թույլ չենք տալու ժողովրդի քվեով։ Իդեպ, ես համարում եմ նաեւ շատ տարօրինակ, որ ձեզնից ոչ ոք Ռոբերտ Քոչյանին տեսնելուց, բայց չնայած ճիշտ է տանակ, դուք Ռոբերտ Քոչյանին չեք տեսնում, Ռոբերտ Քոչյանին տեսնում են մենակ իր վրա իր համար աշխատող։ Դուք մեկ-մեկ տեսնում եք ներողություն։ Ես այսօր էլ եմ տեսնում, այո, խնդրում եմ հարցրեք, պարոն Քոչարյան, այն որ հրապարակվեց այն ձայնագրությունը, որ դուք ռուսերեն լեզվով ասում եք, ես ձեր հորդորով եմ եկել Հայաստան քաղաքական գործունեություն եմ ծավալում, մի բան արեք դուրս գամ ես սրանից։ Մոտ հարցրեք, էլի ում էր ուղված դա։ Խնդրում եմ։ Հա, պարոն Քոչարյան, բացի այն զռալու մասը, խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել։ Ինչու է դեպ Քոչարյանի հետ ասածը Փաշինյանի վրա վերցնել, նա ընդհանրապես դիտում։ Բայց Փաշինյանը ի՞նչն է իր վրա վերցնել։ Բա ինքն է ուղի եթեր մտել եւ ասել հակադարձել, այո, դրա։ Ի՞նչն է հակադարձել, մարդուն առաջարկել է ստուգել մի հատ էշի զռլոցը բերում է դիտումներ, թե չի դերում, բայց ասում եմ, եթե չի ուզում այս զռլոցի մասին անդրադառնալ, խնդրում եմ, թող մարդը պարզաբանի, ում էր ինքը ռուսերեն լեզվով ասում ձեր հրահորդորով ենթադրաբար եթե ռուսերեն էր խոսում, ուրեմն զրուցակիցը հայերեն չգիտի, էլի, ինչը մեծագույն կասկած է առաջացնում, որ զրուցակիցը Հայաստանի քաղաքացի չի եւ ազդեցություն ունի իր վրա։ Ում էր ասում, որ ես ձեր հորդորով մտել եմ քաղաքականություն Հայաստան, ով է ուղարկել Քոչյանին Հայաստան։ Իդեպ գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը Քոչյանը Հայաստանում չէր, եթե ես ճիշտ գիտեմ։
Համենայն դեպս կյանքի մի մասը չէր անցկացնում Հայաստանում։ Ով է իրան հորդորել գա մտնի քաղաքականություն։ Սա հետաքրքիր հարց չի ձեր համար։ Դուք բոլորդ ինքնիշխանության պաշտպաններ եք, չէ՞։ Ազատության ռադիոկայանը հետաքրքիր չի սա։ Իսկ թվում է պետք է հետաքրքիր լինի։ Քոչարին ով է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել, ով որ ռուսաստանցի օլիգարխին է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել Հայաստան, որ Բելարուսամետ օլիգարխին է ասել մի հատ հիմա ժամանակն է նորից դու մտնես ընտրապայքարի մեջ։ Կարող է այդ բոլորը նույն մարդն արել կամ նույն մարդիկ կամ նույն ուժը կամ նույն երկիրը։ Կարող է այդ նույն երկիրն է պոտենցիալ երաշխավորը բաների։ Կարող է Հայաստանի Հանրապետության լուծարման երաշխավորը այն նույն մարդն է, ով որ Քոչարյանին հորդորել է մտնել քաղաքականություն։ Ինչու ուղիղ չեք խոսում, որ երկրի մասին է խոսում։ Դե չգիտեմ։ Չէ, բայց պիտի Որևէ վերսիա, եթե անկեղծ լինեմ, որևէ վերսիա չունեմ, փորձեք բարձել։ Չէ, պիտի դուք ասեք, որովհետև դուք եք Ասում եմ, ես վերսիա չունեմ, բայց ես վերսիա չունեմ, բայց ես վստահ եմ, որ դուք լրագրողները լինելով չափազանց անաչառ, անկախ, նույնիսկ Արմատ մեդիան չեք զլանա եւ ճշմարտությունը կգտնեք։ Պարոն Ռուբինյան, բայց Քոչարյանը այդ գործի շրջանակներում չեկա, որովհետև ոնց որ հայտարարեց 18, հետ որ գրգործ հարուցվեց իր հետ կապված 2018 թվականի գալը չեք ասում։ Հա, դե գործ հարուցվեց, ինքն էլ ասաց ես փախնելու տեղ չունեմ, ամենայն դեպս երկրի մեջ այն դված հայտարարությունում այդպես։ Ինքը արդեն մտել էր քաղաքականություն։ Դրա համար եմ եկել։ Ինքը հեղափոխության օրերին չեք հիշում, ասում էր իշխանությունը ճամպրուկ չի, վերցնես տաս եւ այսպես շարունակ։ Արդեն գրգործից հետո էր հայտարարում։ Չէ, առաջ էր սխալ եք հիշում։ Հենց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետը տրվելուց առաջ։ Լավ, պարոն Ռուբինյան, երբ քաղաքական դաշտում բանավեճը բերվել է այս մակարդակի, ով կարող է էշի նման զռալ կամ չգիտեմ, այլ կենթանու ձեներ հանել, քարակոսը միրգ է թե կենտանի եւ այլն։ ԵԽԽՎ-ն մի քանի ամիս առաջ էր կոչ արել Հայաստանի քաղաքական դերակատարներին բանավեճերում լինել կիրթ, զուսպ, քաղաքակիրթ, բայց քարակոսի մասին, բայց ներողություն, քարակոսի մասին հարցի ո՞ր մասը կիրթ չի։ Չէ, ճանակում եմ հարցը։ Բովանդա եւ ասում էր, որ բանավեճը տարեք բովանդակային խնդիրների շուրջ, հա, քննարկում։ Դե Ժողովուրդ ջան, հիմա անդիմությունը ասում է մենք ուժեղ ենք։ Դրանով ի՞նչն է բովանդակային։ Մենք էլ փորձում ենք Մենք էլ փորձում ենք բովանդակություն գտնել այդ պնդման տակ, որովհետեւ քանի որ երբ որ իրանք ասում են ես ուժեղ եմ, կոպիտ ասած բիլակներն են ցնցում, ուզում ենք հասկանանք այդ պնդման տակ ի՞նչ է դրած, ինչի են ուժեղ են, որովհետեւ խելացի են, որովհետեւ անկախ են, ինչով են ուժեղ։ Օրինակ, չգիտեմ, ռուսաստանցի օլիգարխի մասին ինքն էլ չի ասում է ես ուժեղ եմ, որտեղ ինքը չի խոսում, վախենում է խոսա։ Երբ որ իր բարեկամները ասում են հոպարը ուժեղ է, հəլավ չհասկանանք ինչով է ուժեղ հոպարը։ Ես իրոք կուզեի որ իր հետ նստեի հարցնեի, պարոն Կարապետյան, ինչով եք դու դա ուժեղ, բայց չեմ կարող դա անել, կուզեի դուք նստեիք հարցնեիք, բայց դուք էլ չեք կարող անել, որովհետև այդ մարդը փախած է։ Հիմա ես ինչ անեմ։ Նույնիսկ Քոչարյան ասում է ուժեղ եմ, ուզում ենք հասկանանք ինչով է ուժեղ։ Ուժեղ բանակցող է, պարոն Ռուբինյան։ Ինչով այդ ո՞նց է այդպես պատերազմ չի եղել։ Ժողովուրդ ջան, լավ էլի, ախր իր օրոք լսեք, այդ ներողություն էլի, եթե պատերազմ չի եղել, ընդ որում այդ բոլորն են ասում, էլի Սերժ Սարգսյաններ, Քոչարյաններ, Լևոն Տեր-Պետրոսյաններ, ասում են խաղաղություն էր ձեզնից առաջ, դուք եկաք պատերազմ հրահրեցիք։ Ժողովուրդ ջան, 1995 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, այդ իրանց ասած խաղաղ ժամանակ 490 հոգի առաջնագծում սպանվել է հակառակորդի կրակոցից։ Դրա ի՞նչն է խաղաղություն։ Ի՞նչն է դրա խաղաղություն բացատրեք ինձ։ Օրինակ հիմա անդիմադիրները պնդում են, որ սա խաղաղություն չի։ Հիմա օրինակ 2025-26 թվականները նրանք անվանում են սա խաղաղություն չի։ 2025 եւ 2026 թվականներին հակառակորդի կրակոցից սպանվել է 0 զինվոր։ Իրենց իշխանության տարիներին, տեսեք, ես չեմ ասում եմ, որ մեր օրոք զոհ չի եղել, մեր օրոք պատերազմ ա եղել, 44 օրյա պատերազմ ա եղել եւ այլն։ Ես խոսում եմ 24 թվականի փետրվարից սկսած, այն շրջանը, որ մենք ասում ենք խաղաղություն ա, իրանք ասում են խաղաղություն չի։ Սպանվել է 0 զինծառայող։ Իրանք խաղաղ տարիներին սպանվել է 490 զինծառայող։ Դա խաղաղություն չի։ Խաղաղությունը էս է, ու ընդհանրապես դա պետք է պահել, ոչ մի նոր բան պետք չի հնարել, ոչ մի նոր զիջում պետք չի, ոչ մի բան պետք չի, պետք է ընդհանրապես տեր կանգնել այս խաղաղության։ Պարոն Ռուբինյան, պարոն Քոչարյանը նման քանի անգամ այս հարցը իր վերջին ոդքասթում երկրորդ նախագահն ասում է, որ եթե իրենք 21 թվականին
թվականին այն իշխանության, այսինքն Հայաստան դաշինքը ստանձնի երկրի կառավարումը, Արցախը խորհուրդ էր։ Իրենք 2022 թվականին չէին գնա Պրահայում այս անհետ հայտարարությունը չէին ստորագրի, որով նրա ձևակերպամբ ամբողջ կոնֆիգուրացիան փոխվեց։ Խնդրում եմ ասել, ինչ կոնֆիգուրացիա եք փոխել Պրահայի հայտարարությամբ։ Ոչ մի, բայց նրանք իշխանության եկել են Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին եւ նրանց իշխանության գալուց 10 օր հետո նրանք լուծարեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մենք հիմա էլ թույլ չենք տալու իրանք իշխանության գան Հայաստանում եւ դրանից 10 օր հետո լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ լուծարման պլանը պարզ է եւ սևով սպիտակի վրա գրված եւ նկարագրված է Դաշնակցության տխրահարճակ 004 շրջաբերականի մեջ։ Ինչ է այնտեղ գրված է, որ արդի աշխարհի ուղիղ չեմ ցիտում, բայց միտքը հետեւյալն է։ Արդի աշխարհի մարտահրավերների պայմաններում մեկ-մեկ անհրաժեշտ է լինում իջեցնել ինքնիշխանության մակարդակը հանուն ազգային շահերի։ Այնտեղ ուղիղ գրված է, որ Ռուսաստանը կարող է որոշել Լեռնային Ղարաբաղը ուղիղ ենթարկեցնել իրեն եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հավանական միության կազմավորման դեպքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, նկատի ունեն, որ Հայաստանն էլ ենթարկեցվի այլ ուժի։ Եվ այս պլանը ուղիղ գծած է եւ իրանք ինչ արել են 2023-ին Ղարաբաղում, իրանք ուզում են անել Հայաստանում։ Դա հետեւյալն է. գալ իշխանության, վիճարկել խաղաղությունը, ստանալ պատերազմ եւ հարձակում ու այնպես անել, որպեսզի երաշխավորը գա, իրանք հանձնվեն երաշխավորին, Հայաստանի Հանրապետությունը փագեն, մտցնեն այլ պետության կազմ։ Ժողովուրդը դա թույլ չի տալու եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն է կատարելու։ Իսկ հավատում եք, պարոն Ռուբինյան, որ Ռոբերտ Քոչյանը կարող է կյանքի կոչել իր իդեալիստներից մեկը, օրինակ, Ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ եւ ինչ կարգավիճակում ձեր դիտարկմամբ պետք է տեղի ունենա Ղարաբաղը նախընտրական բլեֆ թե իսկ Բայց Ռոբերտ Քոչյանը նույնիսկ ինքը չի հավատում, բայց այստեղ միտքը դա չի։ Բայց դե բայ երբ որ ասում եմ նրանք վիճարկում են խաղաղություն, նաեւ սա նկատի ունեն։ Մենք ինչ ենք ասում ենք Ժորժ ջան, վերջապես հասել ենք մի հանգրվանի, երբ որ կարող ենք հակամարտությունը համարել փակված։ Այսքան զոհերից հետո, պատերազմի վախից, չգիտեմ, բախումներից հետո մենք հակամարտության փուլը կարող ենք համարել փակված։ Իրանք ասում են, չէ, այս հակամարտության փուլը չպետք է համարենք փակված։ Իրանք ասում են, մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Հիմա ես ուղիղ ասում եմ, եթե մենք շարունակելու ենք Ղարաբաղյան հակամարտությունը, չի լինելու խաղաղություն, լինելու է պատերազմ։ Դա նույնպես ընտրություն է։ Իրավունքին հետամոտ լինելը դա ձեր ասած տրամաբանության մեջ։ Տեսեք, երբ որ ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ես դու ինչ որ բան ձևակերպում։ Երբ որ դու ձևակերպում ես վերադարձի իրավունքը որպես քաղաքական պահանջ, որը պետք է դնի Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության հիմքում, դա նշանակում է, որ ասում ես, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ասի Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ, ես այն շարունակում եմ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ասելու է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ եւ ես այն շարունակում եմ, դա ավտոմատ նշանակում է չեղարկել այս խաղաղությունը։ Չեղարկել այս խաղաղությունը նշանակում է դուր բացել պատերազմի համար։ Եվ այդ պատերազմը չի ուշանալու։ Ինքը կարող է չլինի 1 ամսից, 2 ամսից, կարող է 4 ամսից չլինի, կարող է մի տարուց չլինի, բայց ինքը անպայման գալու է։ Պարոն Ռուբինյան, բայց գուցե այս իշխանությունը, որի օրոք տեղի ունեցել պատերազմ, կորուստներ են ունեցել, գուցե այս իշխանությունը այլ հոգեբանությամբ է արկա խնդիրներին մոտենում, իսկ մյուսները, որ այդ ամենի միջով չեն անցել լրիվ այլ դիրքերից են կարողանում հարցին մոտենալ, չեք կարծում, որ սա է հենց բայց մյուսների դիրքից մեր երկիրը մոտեցել է, չէ՞ հարցին 3 տասնամյակ։ Այսինքն ինչ ուզում եք ասել, որ պատերազմը 44 օրյա, ասես մեկ օրում սկսեց, հա։ Դա 30 տարվա քաղաքականության արգասիքն էր, չէ՞ որը բերեց եկավ այդ։ Հիմա մենք ինչ ենք կորուստը, քան որ ձեր իշխանությունը շատ լավ, առավել եւս, բա ով ավելի լավ գիտի, թե որն է պատերազմի ռիսկը։ Վախվորած եք գուցե դուք մոտենում, չգիտեմ այդ բառը ճիշտ եմ ասում, թե չէ, բայց գուցե sense կաշկանդված եք դուք խնդիրներին մոտենում դրանով։ Իսկ գուցե այդ բառը, որը դուք փնտրում եք, պատասխանատուն են, գուցե մենք պատասխանատու ենք մոտենում, գուցե մենք հասկանում ենք, որ պետք է չգնալ այն ճանապարհով, որը ակնհայտորեն տանում է պատերազմի, բայց ավարտելով էլի ամենակարևոր միտքը ոնակ, ես կրկին ուզում եմ հիշել 44-օրյա պատերազմը, Ժորժ ջան, մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում մեր ընտրողները, այդ թվում ինքներս մենք մեղադրել ենք, որ մինչև պատերազմը
չենք խոսել մարդկանց, նախ ինքներս չենք գիտակցել դա, դրանից հետո չենք խոսել մարդկանց հետ, չենք բացատրել պատերազմի ռիսկը, հավանականությունը, ուժերի հարաբերակցությունը, թեկուզ դառը ճշմարտությունը չենք ասել։ Այս սրանից հետո, երբ որ վերջապես մենք ասել ենք խաղաղության, ու երբ որ մենք զգուշացնում ենք, որ այս խաղաղության ուղուց շեղվելը տանում է դեպի պատերազմ, ասում են ինչ եք շանտաժանում։ Շանտաժ չենք անում, Ժողովուրդ ջան, բոլորդ ասում եմ ձեզ ամենայն պատասխանությամբ, բոլորդ ազատ եք ընտրել ընդդիմությանը։ Ուղղակի խնդրում եմ գիտակցել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, եթե ընդդիմության սիրած Գյումրի երկու սցենարը իրականանա, մենք ստանալու ենք պատերազմ։ Դե վախեցնում եք հասարակության։ Իսկ եթե 44-օրյա պատերազմից առաջ գանք եւ ասենք Ժողովուրդ ջան, հիմա իրավիճակը տանում է անխուսափելի պատերազմի, դուք ինձ ասելու եք, դուք վախեցնում եք հասարակությանը։ Ասելու եք թե չէ։ Իվարկան, ասելու եք կար ընտրություն, գնալ զիջումների թե չէ օրինակ։ Հա, չէ, բայց ինչ եք ասելու։ Դուք բացատրեիք, թե հասարակությունը որոշեր ինչ ասել։ Դե բա հիմա էլ եմ բացատրում եւ գուցե ընտրական նախընտրական շրջան, դա շատ կարեւոր դետալ է։ Բա դուք ընտրության մեջ որոշում եք դուք ստանալ։ Խնդիրը ոչ թե ընտրության մեջ է ինքնին, այլ խնդիրը քաղաքական ընտրության մեջ է։ Եվ ինչպես 2020 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես ասենք, չգիտեմ, 98 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես 21 թվականին կար քաղաքական ընտրություն, այնպես էլ հիմա կա քաղաքական ընտրություն։ Ամեն ինչ ընտրություն է, ինչպես է Հայաստանը շարունակելու պահել իրեն։ Եվ մի վարքյան, եւ քաղաքական ուժերը ամեն մեկը տալիս է այդ ընտրության հնարավորությունը։ Մենք ասում ենք Հայաստանը պետք է շարունակի գնալ խաղաղության ճանապարհով։ Ընդդիմադիր ուժերը ասում են Հայաստանը պետք է կանգ առնի, փոխի ուղղությունը եւ գնա հակամարտության ճանապարհով։ Եթե դուք ուզում եք մենք գնանք հակամարտության ճանապարհով, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ընտրեք ընդդիմադիր ուժերին կգնանք պատերազմի։ Էտա շատ բարձ ընտրություն է, այստեղ ոչ շանտաժ կա, ոչ սպառնալիք կա, ոչ մի բան չկա։ Կարող եք ընտրել ընդդիմությանը, էլ չեմ ասում բան, որ դա կլինի ձեր վերջին ընտրությունը, որովհետև ընտրությունները նորից կսկսեն կեղծվել, բայց կարող եք ընտրել ընդդիմությանը, էլի կաշառակերություն բանը ամեն ինչ կվերադառնա, բայց Քոչարյանի 200 միլիոնը չի վերադառնա, կմնա իրան, բայց մտածում եմ եւի դուք այդքան դեմ չեք դրան, բայց վերադառնա։ Բայց ամենակարևորը մենք ստանալու ենք պատերազմ, Ժողովուրդ ջան։ Մենք էլի դուք էլի կտեսնեք իշխանականներ, որոնք խրոխտ կենացներ են խմում, որոնք ասում են, այս ինչը մերն է, այս ինչը մերն է, այն ինչը մերն է, կտեսնեք, ամեն ինչ կտեսնեք, բոլորը կասեն, ոչ, Ղարաբաղի էջը փակված չէ, քաղցր կենացներ կասեն մեր ղարաբաղցի եղբայրների ու քույրերի ականջներին, բայց արդյունքում մենք ստանանք պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր տարածքային կորուստներ, նոր պահանջատիրություն եւ այսպես շարունակ, բայց դաշնակցության գործերը օրինակ շատ լավ կգնան, որովհետեւ հայդատի թեմաները կշատանան, Հայաստանի տարածքները կփոքրանան, հայդատի թեմաները կշատանան, զոհերը կշատանան, բայց լացուկոցներ կշատանան, լացուկոցով sense խրոխտ ռիլերը կշատանան, sense կլացենք, ասեն մեր զոհերը, բայց չեն խոստովանի, որ իրանց քաղաքականության արդյունքում դա եղավ։ Ոչ թե մարդիկ խոստովանեն, որ իրանց ընտրեցին, դրա համար տենց եղավ։ Դրա համար, քանի դեռ մենք ունենք ընտրություն, պետք է կատարել ճիշտ ընտրություն։ Սա ոչ շանտաժ է, ոչ սպառնալիք է, ոչ մի բան է, սա պարզ քաղաքական ընտրության ձևակերպում է, եւ այդ ընտրությունը լինելու է հունիսի 7։ Իսկ այդ ուժերը ինչի ընտրական process-ներից դուրս չեն դրվում, պարոն Ռուբինյան, եթե ձեր դրամաբանության գալու են ու պատերազմում։ Որովհետև Հայաստան ժողովրդավարական երկիր է եւ որովհետև ամեն ինչ ընտրությունն է։ Մենք հո բան չենք, մենք հո Ստալին էլ չէ, մենք հո Ռոբերտ Քոչարյանը չենք, որ գանք եւ մարդկանց ընտրությունը սահմանափակենք։ Բա եթե գիտեք ստերից ընդերից ուղարկված։ Ժողովուրդ ջան, մենք ցանկացած բան իրականում աշխարհի բռնատիրությունների մեծ մասում բռնատերերը հո միանգամից բռնատեր չեն դառնում, բռնապետ չեն դառնում։ Իրանք սկզբից համոզում են իրանք, որ իրանք ակնհայտ ճշմարտությունն է, հետո համոզում են իրանք ինչ որ կետում, որ օրինակ ինչ որ ակնհայտ լավ բանի համար պետք չէ խտրականություն դնել միջոցների մեջ, հետո չեն դնում մի հատ, երկու հատ, 3 հատ, 4 հատ, 5 հատ, հետո համոզում են, որ իրանք ամենաճիշտն են, բոլոր մյուսները դավաճան են ու բռնում, ոչ, մեր ուղիկը նկարագրե, եթե այդ ամեն ինչը ավարտվեր, օրինակ Պապլավոկի զուգահանում մարդ սպանելով կամ չգիտեմ, ընտրություն կեղծելով, $200 միլիոն դիզելով, այդ դեպքում բան կլներ։ Արձանագրենք, որ ձեր ծրագրած ոչ մի բանը մի վարքան, էլի։ Կա դատական վճիռ Պապլավոկի զուգահանում դաշնակցական սպանելու վերաբերյալ։ Քոչարյանի անվտանգության աշխատակիցը դատապարտվել է, չնայած համարյա չի նստել, բայց դատական վճիռ կա։
Ինչ էի ասում, հա, բռնապետությունը տենց է ձևավորում, երբ որ մարդ համարում է, որ ինքը լավ բանի համար, տենց խոսույթ էլ կա, չէ, որ բարի նպատակներով է կառուցված ճանապարհը դեպի դժոխք։ Եվ հետեւաբար ինչքան էլ մենք համոզված չլինենք եւ մենք համոզված ենք, որ այդ քաղաքական ուժերը բերելու են անարդարության եւ պատերազմի, ընտրությունը ժողովրդին է։ Ընտրությունը ժողովրդին է։ Մենք այս գլխից զգուշացնում եմ, մենք ընտրություն չենք կեղծելու։ Նարեկ, մենք ընտրություն չենք կեղծելու, հույս չունենաս, խնդրում եմ, որ մենք կեղծելու ենք եւ Քոչարյանը չի գալու բանակում ծառայող կամ ուժային կառույցներում ծառայողի ազգուտակի ներկայացուցիչները չեն ասի, որ էլի մեզ կանգնեցրեցին։ Իսկ երբ են ասել։ 21 թվականին։ Չի կա, բացառվում է այդպես բաներ։ Ինչը կանգնեցրել, ինչ են ասել են, որ կընտրեք գործող վարչապետին։ Ու հետո ինչ ա եղել, ինչի չեք ասում դրա մասին։ Որտեվ փաստեր չեմ ունեցել, որ ապացուցեն։ Հիմա ունեք։ Հիմա էլ չունեմ, Դե խնդրում եմ դատախազությանը սա ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Բայց ես բացառում եմ նման, ու 21 թվականի ընտրությունները եղել են բացառիկ մաքուր ընտրություններ, որոնց արդյունքները չի վիճարկել ոչ ոք։ Բայց միտքս ավարտեմ, մենք չենք կեղծելու ընտրությունը։ Հենց որ հույս չունենաք, որ մենք կեղծելու ենք, որ իրանք չկան իշխանության, ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ, որ դուք չեք ուզում իրանք կան իշխանության, հենց որ արեք ձեր ընտրությունը։ Դուք պայծառատեսության հարցում շատ վատ եք, մի փորձեք ձեր ուժերը տեղ տալ։ Սպանցիան դեպքին անդրադարձակ Պողոսյանին։ Պարոն Քոչարյանը ոդքասթում ինչ-որ անդրադարձել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, կնոջ վրա Փաշինյանի հարձակմանը եւ նշել է, որ սա խոսում է մի բանի մասին, որ նա ունի նաեւ հայկական դաստիարակության կոդ։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է խոսել երեխան փոխը կնոջ հետ խոսել նման տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ է եւ դա դրսեւորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այդ մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում։ Նույնիսկ Քոչարյանն է շոկի ենթարկվել։ Դե նախ ես չգիտեմ, օրինակ հայկական դաստիարակության կոդի որ մասով է պայմանավորված, որ մեկը եթե քեզ ասում է պրիվետ ռոբ, քո թիկնապահը գնում իրան զուգանում ծեծելով սպանում է։ Ես հայկական ինձ ծնողները ինձ դաստիարակելիս չեն ասել, որ մեկը քեզ ասի պրիվետ ռուբ, թիկնապահիտ, ասա թող գնա իրան զուգանում սպան։ Թիկնապահն է։ Ես թիկնապահ իհարկե չունեմ, բայց հիպոթետիկ նույնիսկ եթե ունենալ դժվար է։ Հաջորդը պետք է իմ կուրսեցին լինեք, որ փորձեք նարեք եւ դաշնակցական։ Գնացեք մտեք դաշնակցություն, դարձեք իմ կուրսեցին եւ փորձեք։ Եվ հաջորդը էլի հայկականության մասին է, էլի։ Այո, Փաշինյանը հայերեն լավ է խոսում։ Եվ այո, Փաշինյանը երբեք ռուսերեն լեզվով ինչ որ մեկին ձայնային հաղորդագրություն չի ուղարկել, ասելով, որ դուք ես ձեր հորդորով եկա մտա Հայաստանում քաղաքականություն, ինձ հանեք ստեղից։ Կրկին հորդորում եմ պարոն Քոչարյանին ասել, ով է իրեն հորդորել ռուսերեն լեզվով մտնել Հայաստանում քաղաքականություն եւ ում էր նախընտրում, որ իրեն հանել, շատ լավ եկեք փորձակնություն անենք, այդ ինչի արշակ ճակերտների մեջ Սրբազանի բանը ենթադրյալ տեսանյութը կտան փորձակնության, այս էլ եկեք տանք փորձակնության։ Ես առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ձայնագրությունը տալ անկախ փորձակնության, ընդդեմ այդ ձայնագրությունը հրապարակվել էր արհեստական բանականության, ChatGPT-ից առաջ, այնքան հեշտ չէր այն ժամանակ սարքել։ Տանք փորձակնության հասկանանք, եւ եթե պարզվի, որ այդ ձայնագրությունը ճիշտ է, հասկանանք ում է ասել։ Եվ եթե պարզվի, որ իրոք ասել է, ես կարծում եմ, մեր հանրությունը դրան պետք է արձագանք ունենա։ Պաստորեն դուրս կգա, որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նախկին նախագահի, այլ ինչ որ կուսակալի եւ ագենտի հետ։ Իսկ ինչ են անում ագենտների հետ, բոլորը գիտեն։ Վերադառնալով կոդին եւ դաստիարակությանը։ Ինչ։ Դե ասացի։ Համակարգիչ եք որ Չէ, ինչ շնորհակալություն հայկական մետրոյի ունեցած բանավեճակնոջ հետ, դուք խոսում եք Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն մասերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է եւ ես հպարտ եմ, որ վարչապետը այդ ներողությունը խնդրել է, բայց բացի դրանից, ելի վերադառնալով Պողոս Պողոսյանի սպանությանը, ոչ միայն Քոչարյանի թիկնապահը սպանել է իրեն պրիվետ ռոբ ասած դաշնակցականը, այլ նաև ինքը դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել ընդհանրապես դրա համար։ Մի հատ հայտնի տեսանյութ կա, որտեղ ասում է, այդ մարդը եթե կենթանի լիներ, ես իրան երկու բան կասեի։ Այնպես որ դաստիարակության մասին ով ինչ խոսա։ Բոլոր թիմակիցները դուք շարունակ սկսում եք ճեպազրույցը, ավարտում եք ճեպազրույցը Ռոբերտ Քոչարյանը։ Դե բայց ի՞նչ մեկը։ Թվում է թե շատ եք վախենում։ Դե Ժողովուրդ ջան, ախր եկեք ճիշտը խոսանք, էլի, նայեք։ Այս ձերը չի, բայց ձերը News AM, հասկացան, ձերը News AM-ն է։ Ստեղ, այս ինչ է, այս Armenia Today-ն է, այս չէ, Սերժականը։
H2-ը հիմա ստեղ չի, բայց նոր ստեղ էր։ Այսինքն ես ինչ մեղք ունեմ, որ այս լրատվամիջոցների մեծ մասը, մի մասը պատկանում է Քոչարյանի հետ կապ ունեցող ուժերի, բացատրում եմ ինչ ենք խոսում։ Հա, մի մասը Քոչարյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցներ են եւ իր շրջանակներից ֆինանսավոր։ Մի մասը Սերժ Սարգսյանի, մի մասը ռուսաստանցի օլիգարխի, հենա նստած է, ռուսաստանցի օլիգարխի մերձավորների կողմից ֆինանսավորվող, մի հատ նայեք, Արմատ մեդիա, ռուսաստանցի օլիգարխի ներողություն էլի։ Հիմա պարզ է, չէ՞ որ դուք ինչ որ առումով նաև լրատվական ներկայացուցիչներն եք, այդ քաղաքական գործիչների։ Հիմա գալիս եք այդ մարդկանցից եք հարց տալիս։ Ես ինչ մերկ ունեմ։ Ոչ, դուք եք Քոչարյանից հարցրել, դուք եք ընդդիմությունից։ Ես մեղավոր եմ, որ ընդդիմությունը։ Իդեպ ես առաջարկում եմ հետեւյալը, եթե մեր հանրությունը հոգնել է նախկին այսինքն նախկիններից։ Լսեք, դուք չեք պատկերացնում ինչքան եմ ես հոգնել։ Եթե մեր հանրությունը հոգնել է նախկիններից, լուծումը հետևյալն է։ Այդ մարդիկ պետք է ստանան 0 քվե։ Մարդիկ օրինակ արդարացիորեն ասում են. Մեզ, ասում են Ժորժ ջան, բանա, ինչ հետաքրքիր է, այս ընդդիմությունը գալիս է ինչից խոսա, թեկուզ օբյեկտիվ խնդիրներից։ Ֆռում ասում եք, բա դուք այդ թալանչիներ։ Ասում են, սենց արդար չի ու ճիշտ են ասում, որովհետև դե հա, օբյեկտիվորեն դժվար է, մեկը ասենք եկել է իր խմբակցության կեսը ապօրինի գույքի բռնագանձման տակ է, իրանց խմբակցության չէ, իրանց ուժի ղեկավարը 200 միլիոն դոլար է իրանց պահանջում դատախազությունը, գալիս ինչ որ բան են ասում։ Բայց մյուս կողմից, այո, դա սպանում է քաղաքականությունը, սպանում է բովանդակային զրույցը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մենք չենք, չէ՞ Քոչարյանին ընտրել, որպեսզի գա այստեղ խմբակցություն ունենա։ Սերժ Սարգսյանի ֆրակցիան մենք չենք, չէ՞ ընտրել, մարդիկ են ընտրել։ Հիմա որպեսզի հաջորդ շրջափուլը 26-ից հետո չդառնա մոտարապես նույնը, երբ որ կլինի, ասենք, մի քանի խմբակցություն, մեկը Քոչարյանի էլի տակ, մյուսը ռուսաստանցի օլիգարխի, մյուսի կամ չգիտեմ, այլ օլիգարխի, պետք է այդ մարդկանց տալ 0 ձայն, պետք է ընտրել այն մարդկանց, ովքեր օրինակ նախ իրանց շահերի կենտրոնը Հայաստանում է, իրանք այլ երկրներ ինչ որ ձայնագրություններ չեն ուղարկում, ասում դուք եք ինձ հորդորել մտնել քաղաքականություն։ Պետք է մտնել մարդիկ, ում կապիտալն է Հայաստանում, ովքեր Հայաստանի քաղաքացի են, որտեղ դեսամարտությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ընտրվել։ Պետք է ընտրել մարդիկ, ովքեր չեն վախենում խոսել։ Օրինակ, ռուսաստանցի օլիգարխը վախենում է խոսել։ Հասկանում եք, այդ մարդը վախենում է խոսել։ Ես ունեմ ենթադրություններ, իդեպ մի առաջարկ ունեմ։ Եթե ինքը վախենում է խոսել, որովհետև հայերեն նորմալ խոսել չգիտի, ես կարծում եմ բոլորիս համար ընդունելի կլինի, կամ ձեր համար չգիտեմ, իմ համար ես պատրաստ եմ այդ զողողությանը։ Թող ռուսերեն խոսի։ Եթե պարզվի, որ ինքը ռուսերեն էլ նորմալ չի կարողանում խոսի, այդ դեպքում չգիտեմ ինչ անեմ։ Այդ կներեք, բայց այդ դեպքում ես լուծում չունեմ։ Բայց ամենայն դեպս թող խոսի։ Եվ հետեւաբար լուծումը հետեւյալն է։ Այդ ուժերը պետք է ստանան 0 քվե, որպեսզի մենք ունենանք նորմալ խորհրդարան։ Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ նորություն ունեք։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանը, նորություն չկա։ Չէ, չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ, երբ որ 2 օր առաջ, դե 2 օր առաջ։ Խլաչի հետ։ Այո։ Շնորհակալություն, Լալի։ Պարոն Ռուբինյան,